Բարև Օլիմպոս կամ Գամարջոբա Օլիմպոս, այսօր շատ տիտղոսակիր և լեգենդար հյուր ունենք, նա աշխարհի և Եվրոպայի յոթակի չեմպիոն և օլիմպիական եռակի չեմպիոն Լաշա Տալախաձեն է։ Գամարջոբա Լաշա, Մադլոբա Ռոմչվենեթան խարդ։ Բարև ձեզ։ Մենք այն երջանիկներից ենք, ովքեր 3 անգամ էլ տեսել են ձեր օլիմպիական չեմպիոնությունը Ռիոյում, Տոկիոյում և Փարիզում։ Դուք մեզ համար իսկական լեգենդ եք, իսկ ինչ է ձեզ համար նշանակում լինել մեծություն։ Մալլոբա Միխալիա, որպես Սահակովոչის Եվրոպის։ Բարև ձեզ, բարի գալուստ։ Շատ ուրախ ենք, որ Բաթումիում եք, որտեղ ողջ Եվրոպան է հավաքվել։ Առաջին հերթին դա պետք է ասեմ։ Իհարկե 3 օլիմպիական, աշխարհի ու Եվրոպայի 7 ոսկե մեդալ նվաճելը բոլորովին էլ հեշտ չի եղել։ Դրան հասնելը պահանջել է ծանր մարզումներ ու անսահման մեծ ծավալի աշխատանք։ Ես շատ ուրախ եմ, որ կարողացել եմ հասնել այս ամենին։ Իսկ այդ նվաճած տիտղոսները փոխել են ձեզ։ Իմ կարծիքով չեն փոխվել։ Կարծում եմ, որ առհասարակ մարդուն հաջողությունը չպետք է փոխի։ Իսկ եթե դա տեղի է ունենում, ապա պետք է լինի միայն դեպի լավը, որպեսզի օգտակար լինես քո թիմին ու երկրին։ Իսկ ինչ է կարել, որ չկտրվեք իրականությունից եւ այսքան հասարակ ու պարզ մարդ մնաք։ Անկեղծ ասած, ոչ մի հաղթանակից հետո զգացողություն չեմ ունեցել, թե ինչ-որ մեծ հսկա գործ եմ արել։ Ամեն անգամ ես մտածում եմ, որ պետք է պատրաստվեմ նոր առաջնության, նոր մարտահրավերի։ Ես անում եի ամեն ինչ, որպեսզի դառնամ լավագույնը։ Եթե նվաճած հաջողությունը ինձ ինչ-որ բան էլ տվել է, ապա դա մարդկանց սերը եւ ուրախությունն է, ինչին հասել եմ։ Իսկ դրանով ես ուրախացրել եմ շատերին։ Ինչն է ձեզ մոտիվացրել, որ անընդհատ գնաք առաջ։ Բոլոր հաղթանակներից հետո միակ միտքն իմ գլխում եղել է հետևյալը. սպորտից հեռանալուց հետո չեմ ուզում ունենալ այն զգացողությունը, որ կարող է անել ավելին։ Դրա համար միշտ ձգտել եմ կատարելության, շատ եմ աշխատել ու արել այն, ինչ ուզում էի եւ ինչին ի վիճակի էի։ Իսկ կա որևէ մեդալ, որ մի քիչ ավելի դժվար պայքարում է տրվել կամ առանձնանում է ձեզ համար։ Իհարկե, հաղթելու մեդալ նվաճել երբեք էլ հեշտ չի լինում։ Միշտ էլ պայքարում ես, շատ չարչարվում, բայց կառաջացնեմ Փարիզի օլիմպիական ոսկին։ Սա ավելի դժվար էր հոգեբանական առումով, որովհետև իմ նպատակներից է դառնալ օլիմպիական եռակի չեմպիոն։ Միայն այդ պարագայում կզգայի, որ հասել եմ նրան, ինչին ձգտել եմ։ Շատ էի պատրաստվել, շատ ուժ էի ներդրել ու հաղթանակը շատ բարդ տրվեց։ Ինչի շնորհիվ եք հասել այդ հաջողություններին։ Առաջին հերթին դրան օգնել է ռեժիմը եւ կարգապահությունը, առանց դրանց հնարավոր չէ։ Ողջ մեր թիմը մարզիչները կվստահեցնեն, որ ես միշտ վերջինն էի հեռանում մարզումներից։ Կարգ ու կանոնը խաղացել է հսկայական դեր այն ամենում, ինչին ես հասել եմ։ Դիմանում էի այնպիսի ծանր մարզումների, որոնք ուրիշներին շատ դժվարությամբ կտրվեին։ Ես միշտ եմ այդպես արել, առանց բացառության։ Սպորտը մեծ նվիրման եւ զողողությունների մասին է, ինչ եք դուք զոհաբերել ձեր ճանապարհին։ Երևի կառանձնացնեմ երիտասարդ տարիքում շատ հաճելի բաներից հրաժարվել է, բայց ես դա զոհաբերություն չեմ համարում, որովհետև փոխարենը ստացել եմ անհամեմատ ավելին։ Ես ստացա մեծ հաջողություն ու մարդկանց սերը։ Այդ ամենն արժ էր դրան։ Դրա համար կպատասխանեմ, որ չեմ զոհաբերել ոչինչ։ Ծանրամարտը ինչ է ընդհանրապես Լաշա Տալախաձեի համար։ Ես հանդես եմ եկել գերծանր քաշային կարգում եւ ինձ համար միշտ կարեւոր է եղել պայքարել ամենածանր կիլոգրամների հետ։ Ծանրամարտը շատ կարեւոր դեր ունի իմ կյանքում։ Ես կարծում եմ այն տղամարդու մարզաձև է, որը պահանջում է լավ պատրաստվածություն, մեծ պատասխանատվություն, կարգոկանոն, դրա համար էլ հաջողության հասնելն այստեղ դժվար է։ Չնայած դրան ես շատ մեծ հարգանք ունեմ բոլոր մարզաձևերի եւ ծանրամարտի այլ քաշային կարգերի նկատմամբ, որովհետեւ բոլորն էլ պայքարում են հասնում հաջողության, ռեկորդ սահմանում։ Դուք ծանրամարտը մի նոր բարձրության վրա եք հասցրել, իսկ ինքներդ գիտակցում եք, թե ինչքան կարևոր գործ եք անում ձեր մարզաձևի համար։ Վրաստանն այս մարզաձևում արդեն ունեցել էր օլիմպիական չեմպիոններ Կախիկ Ախիշվիլի, Գյորգի Ասանիձե, ովքեր լեգենդներ են։ Բայց երբ ես ու իմ սերունդի հետ եկանք, այս մարզաձևը ավելի մասսայական դարձրինք։
Վրաստանում գիտեն նաև իմ մրցակից ընկերներին՝ Գոր Մինասյանին ու Վարազատ Լալայանին։ Նրանք այստեղ նույնպես հայտնի աստղեր են։ Իմ ելույթի տարիներին միակ բանը, որ գիտակցում էի, այն է, որ ես այս մարզաձևն ավելի ճանաչված եմ դարձնում։ Հիմա եւս ծանամարտում երկրպագուների թիվն աճում է։ Քանի որ խոսեցինք Լալայանից, Մինասյանից, անցնենք հայ-վրացական այսպես մրցակցությանը, որը կար Գերծանր քաշային կարգում, Հայաստանում բոլորը ձեզ եւ հարգում են եւ սիրում են որպես լեգենդար մարզիկ։ Մի քիչ խոսենք այս մրցակցությունից։ Ալբաթ զուտ ես ერთ-ერთი Այդ պայքարը ինձ միշտ մեծ մոտիվացիա է տվել։ Պայքարել ու դառնալ ավելի լավը։ Միայն թեժ մրցակցության դեպքում է հարթակ դուրս գալն ավելի հետաքրքիր դառնում։ Ամեն առաջնություն մենք դարձնում ենք ավելի գեղեցիկ, մրցակցությունը պայքարով լի։ Մինասյանի ու Լալայանի հետ մենք ընկերներ ենք։ Նրանց իմ եղբայրներն եմ համարում։ Ես եկել եմ Հայաստան ու արժանացել շատ ջերմ ընդունելության։ Բոլոր մարդիկ ինձ ճանաչում էին, ինչի համար ուրախ եմ։ Թեև մրցակցություն Գերծանր քաշային կարգում եղել է, բայց դուք անհասանելի եք եղել մրցակիցների համար։ Ում եք դուք ձեր իրական մրցակից հակառակորդ համարում։ Սկզբում մրցակիցս Մինասյանն էր, հետո միացավ Լալայանը։ Իհարկե կառանձնացնեմ նաև իրանցի ծանրորդ Սալիմիին, որին ես 2016-ի օլիմպիական խաղերում հաղթեցի։ Բայց վերջին տարիներին Լալայանն ինձ հաղթելու լավ հնարավորություններ ուներ։ Ես հիշում եմ Փարիզում, երբ որ մենք խոսեցինք, դուք ասացիք, որ Լալայանն է լինելու հաջորդ օլիմպիական չեմպիոնը։ Շարունակում եք մնալ ձեր կարծիքին։ Այո, եթե ես չվերադառնամ։ Սա կատակ էր։ Կարծում եմ, որ առաջին տեղում կլինի Լալայանը, երկրորդում Մինասյանը։ Հուսամ այդպես էլ կլինի, որովհետև նրանք երկուսն էլ արժանի են։ Իրականում թող իրար մեջ որոշեն զբաղեցրած տեղերը։ Եթե ես չլինեի, եւ Լալայանը եւ Մինասյանը արդեն օլիմպիական ոսկիներ կունենային։ Այնպես որ իսկապես արժանի են այդ ոսկե մեդալին։ Այսօրվա տվյալներով Լալայանը շատ լավ վիճակում է։ Երբ պրոֆեսիոնալ հայացքով նայում եմ, հասկանում եմ, որ նա հաղթելու մեծ հնարավորություններ ունի։ Այդ դեպքում մեկ ճշտում անենք, Փարիզից հետո դուք ավարտեցիք թվում է թե կարիերան, բայց պաշտոնապես այդ մասին չհայտնեցիք։ Դա նշանակում է, որ մյուս խաղերում ձեզ չենք տեսնի։ Չեմ ասում, որ ինձ չեք տեսնի օլիմպիական խաղերում, բայց հարց է, ինչ կարգավիճակում։ ԱՄՆ ես կգնամ, բայց չգիտեմ ֆեդերացիայի նախագահի թե մարզիկի դերում։ Քանի որ անցանք ֆեդերացիայի նախագահին, մի քանի հարցեր այն գործունեության մասին, որ հիմա եք ծավալում, որպես մարզիկ ամեն ինչ արել եք։ Հիմա որպես ֆեդերացիայի նախագահ արդեն ընդունում եք ձեր առաջին Եվրոպայի առաջնությունը ձեր երկրում։ Ինչ եք անում մարզաձևը երկրում Վրաստանում եւ առհասարակ ծանրամարտ ավելի լավը, ավելի պոպուլյար դարձնելու համար։ Վերջերս եմ դարձել նախագահ։ Առաջին նպատակս այն է, որ Վրաստանը բոլոր մրցաշարերում ունենա ինչքան հնարավոր է շատ չեմպիոններ։ Եվրոպայի առաջնությունն ընդունելը շատ կարևոր է Վրաստանի համար։ Այն օգնում է փորձի ձեռքբերմանը, մարզագույք ունենալուն։ Ես աջակցում եմ նոր սերնդին, փորձում հոգ տանել նրանց մասին եւ սատարել բոլոր հարցերում։ Ինչն է նոր աշխատանքում դուր գալիս ձեզ եւ արդյոք կա մի բան, որ կարոտում եք ծանրամարտում։ Այո, շատ եմ կարոտում ակտիվ սպորտը։ Ու ինչքան ժամանակն անցնում է, այնքան կարոտս ավելի է խորանում։ Զգում եմ արզումների, հարթակի եւ այդ ողջ ընթացքի պակասը եւ շատ եմ ցանկանում վերադառնալ։ Այո, մեծ պատիվ ու պատասխանատվություն է լինել ֆեդերացիայի նախագահ, բայց եթե հնարավորություն ունենայի, անպայման կրկին հարթակը բարձրանայի։ Շատ շնորհակալ ենք հյուրընկալության համար, հարցազրույցի համար, այսքան հասարակ, այսքան մեծ լեգենդար լինելու եւ միևնույն ժամանակ այսքան սովորական մարդ լինելու։ Իսկ այսօր մեր հյուրը ինչպես տեսակ շատ լեգենդար ու շատ սիրված Լաշա Տալախաձեն էր, իսկ դուք շարունակեք մնալ Բարև Օլիմպոսի հետ եւ չմոռանաք բաժանորդագրվել մեզ։ Պիտի մատուցես։ Շնորհակալություն։